Ժվանեցկին դեպ իմ ամենասիրելի հեղինակներից մեկը էս վերջերս էլի թերթում էի մեծ են Ժվանեցկու մտքերը ֆանտաստիկ մարդ ասում է, քանի որ մենք բոլորս սովետից ենք, մենք կարողա ես չեմ ծնվել, իմ սերունդը չի ծնվել այդ տարին, բայց մեզ դաստիարակել են այդ մարդիկ։ Ոչ լավ, ոչ վատ, այդ մարդիկ, այդ համակարգի ու այդ համակարգի արժե համակարգը եղել է ընդհանուրը, համընդհանուր է, համընդհանուր, կոլխոզ, չգիտեմ բան, իսկ Ժվանեցկին ինչ է ասում, ասում է, եթե մի բան համընդհանուր է, ուրեմն ոչ մեկինը չի։ Աստվածին ֆանտաստիկ մտավորական է, այդպես մտավորականներ են պետք, ոչ թե մասի սրտումս մի հատ մեկը կար տեսա Facebook-ում եթերալ երգում ու լացում, ասում խի ես լացում, ասում այնքան մոտ եմ էս բան ու բանա պատմում։ Այս sense քանդել ենք մեր տունը։ Պաթոսով, շողա կիլիկիա ու լացում մախկտում։ Ցավը տանեմ Կիլիկյան 1300 թվից էլ մերը չի, հանգիստացի մորգուր, հանգիստ, լավ չի, այ որ քո նման մի քիչ մտավորականներ լինեն, քիչ մխկտային կարողա մերը լիներ։ 1300 թվից մերը չի։ Յարա հանգստացեք։ Ոնց անենք, որ Ղարաբաղը չկորցնեինք, երբ որ 30 տարի մերներ, այ դրա համար մխկտա։ Ոնց անենք, որ այս մի բուրը պահենք, Սյունիքը չկորցնենք, դրա համար մխկտա։ Կամ ավելի ճիշտ մի մխկտա գործիր, որ չլինի հայրենասիրության ճիշտ չափանիշը օգտակար եւ գեղեցիկ կյանքով ապրելն է, ուրիշ ձևաչափ չկա ու չի լինելու։ Ջորջ Մելիքը գրում է Ռաֆայել ջան, հաճախ այդպես են անում, որ թեյավճար ստանան։ Չէ, այստեղ թեյավճարի բան չկար, հարգելիս։ Ինձ թվում է, որ ամեն ինչ անգրագետ լինելուց է, Գոհար Կարեյան։ Դե գուցե ոչ անգրագետ, այլ սխալ արժե համակարգ։ Մարդ կարող լինի շատ կրթված, կիրթ լինի, կարդացած Բուլգակովը գիտի, Դոստոևսկի, Չեխով, Լերմոնտով, Շիլկունչիկ բալետնա նայել Ազիզ ջան, շատ կիրթ, ես գիտեմ պես մարդկանց, բայց պաթոս։ Իսկ պաթոսը չարիքների չարիքն է։ Այդ որ ասում եմ, Կիլիկիա, կրթված կինիկա, կրթված։ Հաստատ մի քանի լեզու գիտի, կոնկրետ ում մասին խոսում եմ Գերմանիայում ման։ Մի խոսքով Գերմանիայի ման Gruppenführer ընտիրա։ Անգրագետ չի, չես կարող ասել անգրագետ է, կամ անկիրթ չի անգամ, կիրթ է։ Բայց պաթոս, այդ որը մնացած ապնեական չի։ Մնացած էական չի, որ ասում են ինքը շատ լավ մարդ է, բայց նարկոման է, այդ լրիվ այդ վիճակն է։ Այդ լավ մարդը որն է, որ ինքնատիրապետում չունի, կարա կարիքի մեջ լինի, դանակը սիրտդ գողի։ Հիմա նույնն էլ էսա։ Դրա համար պաթոս։ Դպրոցը ազատում ենք պաթոսից։ Ես վստահ եմ դրանում, համալսարանում էլ երեխեքի հետ շփվում են, բան գնում են, գալիս են եւ այլն, բա վերջապես որ ասում եմ նշանակետին։ Այս ժուրնալիստիկայի ֆակուլտետ կամ ռադիոյի բնագավառը ծրագիր։ Չնայած վայ է գատանի ծրագրի տիրապետողներին, բայց էլի գործի մասին են մտածում։ Հստակ, որովհետև գիտեն, որ գործը լավ անես, գործը մասնագիտությունը լավ սերտես, լավ աշխատանք ունենաս, լավ կապրես, եթե լավ ապրես, բարեկեցություն ստեղծես, այդ ընտանիքում երջանիկ երեխեք կծնվեն, եթե երջանիկ երեխեք ծնվեն, երջանիկ մեծանան, բարի կլինեն, բարի որ լինեն հասարակությունը առողջանա, մի խոսքով, փոխադարձ։ Ես մեր հասարակության մեջ ապրելով, ես վստահ եմ, որ մեր հասարակությունը որպես հավաքական մարմին ինքը բարի չի։ Բարի չի, որովհետև կյանք չի տեսե։ Մեղավոր չեն իրանք։ Մեղավոր չէ, որովհետև մեկը մի քիչ կայանում է, թվում է թե այ իմ հաշվին կայաց, այ եթե ինքը չկայանար, ես այդ իմ տեղն էր։ Փոքր սոցիումա։ Մեկը գործի համար 1000 տեխնացու է հասնում։ Այ ինքը տեղավորվեց, ինչ չմնաց։ Ինքը չի մտածի, որ վայ, մի րոպե, այս մարդը ճանապարհը անցել, ինչ որ զրկանքների մեջով անցել եւ այլն։ Չէ։ Ինքը հաջողեց, այդպես ինչի ես չկարողացա։ Այդ իմ տեղը նստեց։ Ու դա սկսում եմ բախում անտեսար,
հարևանը ավտո առավ, բան ու այն անեկդոտի պատմությունն է։ Դարդերս իբր քիչ էին, հարևանս էլ Mercedes առավ։ Այդ որտեղից է գալիս։ Դա չի եղել։ Այդ հավասարություն կոչվածից են բոլորը։ No, չէ, դա լավ բան չի անգես։ Հիմա ընկերներ, ես մի քանի մեկնաբանություն կարդամ ու որպես ամփոփում երևի գրքից մի հատված ամեն ուրբաթ ես մի փոքրիկ հատվածներ եմ կարդում ձեզ համար հայ ամերիկան օրագրից։ Այսօր եւս բացառություն չի լինի։ Gruppenführer-ը Անահիտ Բալումյանը ծիծաղելու սմայլիկ է դնում։ I love your simple explanation of everything. Սեդա Արուչյան ասում։ Տիկին Սեդա, thank you so much. Շնորհակալ եմ։ Simple explanations. Պարզ բացատրությունները Հուսամ Տիկին Սեդա։ Հուսամ։ Բրավո Ռաֆայել ջան, Նայր Ազոյանը։ Շնորհակալ եմ։ Տիկին Ազոյան, հաճելի է։ Տիկին Մադլեն Աբրահամյան, ուսուցիչները պիտի ուղարկեն training-ի։ Դե թող գնան։ Տնորենն է ասում անընդհատ մաքրի, մի անգամ գնացինք Յուքոմ հեռախոս գնելու, մաքրուին եկավ հեռախոսների մոտ մաքրեց, ասես թող չորանան, նոր մոտեցեք նայեք։ Շատ լավն է Աննա Ղազարյանն է ասում, հարգելի Աննա, այո։ Դե որովհետեւ տնորենն էլ տնորեն չի։ Այդ տնորենի տրեյնինգն էլ է պետք, հասկանում ես, այդ ամեն ինչը փոխադարձ է։ Ամենը փոխադարձ է այս կյանքում։ Զանգ ունեմ, օքեյ, տեսնեմ ով ինչ է ասում, բարև ձեզ։ Hello։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Լավ, հարգելիս, դուք ինչպե՞ս եք։ Լավ շնորհակալություն։ Ֆրիվեն ազատ գնում եմ այնքան լավ է։ Հա, այս ինչ հաշիվ է, ոնց թե հանկարծ ազատ, ո՞ր ֆրիվեն։ Չէ, մի քիչ առաջ շատ վատ էր, հանձի մի տեղից փախա, բայց դա չի կարևորը։ Ես ուղղակի գիտեք ինչն է դետարկի, որ միշտ այնց հիշացնում եք, ես հենց առաջի հետ մեր սուրբ նախադասությունը, որ ամենտեղ դասարաններում գրած են, ամանավանդ հայաստանի դասարանում, եթե հիշեք իմ ժամանակով իհարկե դեր ժամանակ չգիտեմ իմանալ Զբանս հանճարոյ։ Այո։ Բնականաբար նախադասությունը արևմտահայերն է։ Երբևից է եղել, որ ինչ-որ ուսուցիչ մեզ երբևից է բացատրեր։ Որտեղ ես համոզված եմ, ոչ բոլորն էին հասկանում դասարանում դրա միտքը, դրա իմաստը։ Ուղղակի ոնց որ այդտեղ դրած էր, որ պետք է էսի դենց վերև էր գրատախտակի վերևում։ Իսկ այդ ինչն էին բացատրել, որ դա բացատրեին։ Ինչն էին բացատրել։ Դրա համար էլ դուրս եկավ, ինձ հիշում եմ փոքր էի, եթե հիմա մամաս դասում է, որ այս անգամ այվալ ամենի հիշեցի։ Ինձ մի օր ասեցին, այս բուլետինը կտանես, ես էլ ասի որ պետք է տանեմ պոչտա, հետո ծաղացի։ Ապա որ չգիտեմ, այսինքն որ ես պետք է իմանալ այդ բուլետինը որտե է, դամ չգիտեմ, դեռ ժամանակ եղել է բուլետին։ Այո։ Դե հենց այդ է։ Էլ ինչ է, հետո դե գոնե հիմա որ AI-ը կա, գոնե միգուցե AI-ով սովորել։ Հուսանք։ Հիմա չչարաշահենք, ես համաձայն չեմ չարաշահել, որտեղ այդ դեպքում եթե տենց լինի մենք հեռախոսների վրա պետք է շատ չլինենք ամբողջ օրը, իհարկե ամեն ինչը ուտելու նման մի բան, ուտես, անընդհատ կուտես, բայց եթե մի քիչ չափի մեջ ուտես, դու ինքդ քո չափը, չափ հնարած չկա, դու ինքդ քո չափը պետք է իմանալ։ Այո։ Ուտելիք կլինի, հեռախոս կլինի, չգիտեմ, ծախս կլինի, ծախսեր կլինի, բնականաբար ամեն մարդ ինքը իր համար ինչ-որ մի բան պետք է չափ որոշի։ Իսկ հիմա ինչ տեվա, կամ պետք է մտնեն այդ AI-ի մեջ, այն օր աղջիկը ծխում ամ 3 հոգի finally ժամանակ մտնվել են, որտեղ AI-ն է։ Այսինքն copy-paste են արել քննության ժամանակ, չգիտեմ ինչ։ So կարելի է չափավոր օգտվել մի բան սովորել դրանից, դե որ պետք է տանք ամեն ինչ AI անի, դերը մենք իրեցանք ամբողջ օրը քնենք է։ Դե հա, հասկանալի է, ձեր ասացի պես ամեն ինչը չափի մեջ էլի։ Ահա։ Սովորենք մի բան, իմանանք, ճանաչենք, չգիտեմ, հնարավորություն, ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին համալսարան գնամ, եկել եմ ստեղ եմ գնացել։ Չգիտեմ, հնարավորինս ով իրա չափը որ իմանա, թե չի հիմա մտնում ես ռեստորան, ծնողներ երեխեքի հետ եկել են ռեստորան, հա, թե նույն ամուսիններով իրան, զրույց են տալիս երեխեքները նստած են հեռախոսների վրա։ Երակուր են ուտում եւ
չգիտեմ, մի բան նայում են։ Ախր դες չէ, դուք եկել եք ինչ անեք։ Երեխեքին թողեք տուն հեռախոսների վրա, դուք մարդուկին գայել եք։ Այո։ Ախր այդ ամեն ինչը չափի մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարգելի, ձեզ լավ օր, մերսի որ զանգեցիք։ Լավ եղեք։ Շնորհակալություն։ 74774444 ընկերներ, շատ քիչ ժամանակ է մնացել, մենք 1 ժամ է մոտ զրուցում ենք։ Մինչ հարգարժան ռադիոլսողը կարծիքներ արտահայտում, ես թերթում էի հայ ամերիկյան օրագիրը, այդ հատվածն եմ ուզում գտնել, որը կարծում եմ շատ լավ ամփոփում կլիներ, եւ քանի որ ես միշտ ընթերցում եմ որոշ հատվածներ եթերից, այսօր եւս ուզում եմ որպեսզի բացառություն չլինի։ Ովքեր ունեն գիրքը 103-րդ էջից եմ այսօր ընթերցում։ Ովքեր չունեն, շատ են գրում, այստեղ էլ տեսա Ամալիա Սարյանն է ասում, Ռաֆայել ջան, հունվարին Հայաստան եմ գալիս, որտեղից ձեր գիրքը գնեմ։ Հարգելի Ամալիա Սարյան, գիրքը sold out է։ Գիրքը վաճառվել է։ Շնորհակալ եմ էլի բոլորին, ովքեր գնել են, ձեռք են բերել եւ այլն, ստացել են, ընթերցում են, մեկնաբանություններ կա, վաղը Արգենտինայի հեռուստատեսության ուղիղ եթերում եմ լինելու առավոտյան, էլի գրքի մասն են խոսելու, աշխարհի բոլոր երկրներում ֆանտաստիկ, էլի հայերի մեր հրաշք ժողովրդի շնորհիվ sold out-ներ են։ Նոր խմբականը կարծում եմ կլինի տոներից հետո, հուսամ ես կտեղեկացնեմ, ասեմ ավելին, բազմաթիվ հեռուստադիտողների եւ ռադիոլսողների խնդրանքով եւս Լոս Անջելեսում էլի հանդիպում են պահանջում, մտածում եմ այդ ուղղությամբ, տոները մի հատ անցնի, մի հատ հասկանամ ինչ ոնց, գուցե տոներից հետո մենք հանդիպենք էլի հայ ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդես 2 ասեմ, ինչ խմբականը կբերեմ իհարկե հետս, բայց դրա մասին դեռ քննարկումները ընթացքի մեջ են, գուցե հանդիպելու առիթ եւս մեկ ունենանք։ Բարի։ Իսկ հիմա I got my book, thank you, Arax Հարտանով օգտատերն է, հարգելի, շնորհակալ եմ ձեզ եմ շնորհակալ, ես ասեմ, հնարավոր չի մարդ գիրքը օրդեր արած լինի, չլինի, որովհետև ֆանտաստիկ հերթեր են մանավանդ այս վերջին շրջանում, հնարավոր չի գիրքը օրդեր արած լինի, receipt-ը ձեր ձեռքը լինի եւ գիրքը չգա հասնի տեղ, բան չի թալանի աշխարհը, ինչ է չեմ հասկանում, ձեր ձեռքն է, օրդերը ձեր ձեռքն է, գալու է, միգուցե մի քիչ ուշ, մի քիչ շուտ, բայց բոլորը իրենց գրքերը ստացել են ու ստանալու են, բայց կարծում եմ արդեն բոլոր գրքերը եկել են, որովհետև արդեն մոտ 2 շաբաթ է երևի sold out-ա մենք էլ գիրք վաճառքի չունենք, Rafael.online կայքում ամրագրումներ կան, կարող եք ամրագրել Rafael.online կայքում եւ խմբականակը լինելու պես տոներից հետո նոր գրքերը ստանալ, բայց հիմա հայ ամերիկյան օրագրից մի հատված ավանդույթները չխախտելով ու հանկարծ մենք սկսեցինք կարդալ ոչ թե գրեհիկ, անտաղանդ եւ վերջապես ապուշ գրականություն, այլ գրեթե գեղարվեստական։ Շատ տարիներ չեն անցել այն օրերից, երբ Facebook-յան օգտատերերը խնդրում էին, որ տեսանյութեր պատրաստեմ ու իրենց փոխարեն կարդամ գրածներս։ Երևի կհիշեք, մի ժամանակ այդպիսի մի շարք էի պատրաստում, երբ ընթերցում էի։ Հետո աճեցինք միասին ու հասկացանք, որ կարդալը անհամեմատ ավելի գեղեցիկ զգացմունք է։ Ես հատուկ չեմ շեշտադրում բառերը, ես չեմ ընտրում առոգանությունը ձեր փոխարեն։ Երկու անգամ չեմ ներկայացնում նույնը, այսա է հենց ինտելեկտուալ գրականությունը։ Ես տալիս եմ միտքը, գաղափարը, մեկնաբանում եմ էությունը, որն արդեն յուրաքանչյուր ընթերցող ներկում է իր հոգու գույներով։ Ոմանք վերցնում են սևը, մտքերը սպղծում են, ոմանք ջնջոցով սրբում են բառերս, իսկ ոմանք էլ վերցնում, տանում են իրենց։ Տարեք, անուշ լինի, բա իհարկե, դա է ստեղծագործողի առաքելությունը, հավաքագրել հասարակության մտքերը եւ ֆիլտրել, վերաշարադրել, ասել այնպես, որ կարծես ամեն մեկի միտքն ես կարդացել։ Իսկ ում չեն հուզում հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնում եմ եթերում, քաղաքականությունից մինչև արվեստ, պատմությունից մինչև մարդկային փոխհարաբերություններ, բա աշխատանքը բարդ է, այն էլ եթերում։ Հաճախ այս ամենը համեմատում եմ Երուսաղեմի լացի պատի հետ, երբ հավատացյալները գալիս են, խոսում են իրենց խնդիրներից պատի մոտ,
իսկ դիմացը լուր անձայն մռայլ պատն է։ Հաճախ եմ մտածում, թե ով է հենց հիմա կարդում գրածս, ով է լսում եթերս, ինչ է մտածում, ինչպիսի ճանապարհ է անցել այդ պարոնը կամ տիկինը, ճանաչում եմ արդյոք նրան, դիպչում են արդյոք մտքերս նրան, թե ոչ։ Մայրս ասում է, որ ես շատ բարդ եմ գրում, իսկ ես հակադարձում եմ, որ հայերի մասին գրելը հեշտ չէ։ Ախ, եթե դուք իմանաք, թե ինչ ոչրագործություն են իրականացրել մեր շատ մտավորականներ այս դարերի ընթացքում, իհարկե ոչ բոլորը նորից, թե որքան են մեզ երես տվել, որքան են մեզ գոռոզացրել, լճացրել, ստրկացրել անգամ, եւ այս ամենի հետ բարոյական հաղթանակների դափնիները տվել մեզ ոչ մեկից չգերադասելու պատգամը, գիքորի հոգեբանությունը, ծաղիկ կովի պես քարշ են տվել մեզ ձորերով ու դարերով, անեծքով աղոթած աղը դրել են բերաններս ու հիմա պիտի զարկեն գետնին, բայց մինչդեռ մենք կանգուն ենք մեր լեռների պես եւ միայն այստեղ է բարձրիկ սևանում, երկինքը իր ջինջ պատկերն է հանում, իմ նոր հայրենիք, իմ հզոր հայրենիք։ Այս տասնամյակների ընթացքում բազազ արտեմները հասան կառավարություն, զիմզիմովները ազգային ժողով, ինչպես կարող էր մեր ազգային գլխավոր վեպը Ռաֆու Սամվելը քարոզել ծնողասպանություն եւ մենք դրա հետ նորմալ ենք, շատ նորմալ, այն էլ հավատի հողի վրա, ինչու պիտի Մեքսիկ Մարկեսը, Գարսիա Մարկեսը խոսի համամարտկային բարձր գաղափարներից, համամարտկային արժեքներից, որոնք վեհացնում են մարդու հոգին, իսկ քրիստոնյա հայ ժողովուրդը իր ազգային վեպում պետք է քարոզի, չքարոզի, բայց ցույց տա ծնողասպանությունը, այն էլ հավատի հողի վրա։ Ես ինչպես բացատրեմ Բալզակ կարդացող ֆրանսիացուն, որ մայրս կրակապաշտ էր, կամ Հեմինգվեյ կարդացողին ինչպես բացատրեմ Աղթամարի պատմությունը։ Աղթամարի, ինչպես ասեմ դա։ Ոնց ասեմ, որ գիշերը տղան լողալով կտրում էր լիճը, որ սիրած աղջկան տեսնի, որովհետև ծնողները դեմ էին, բայց ինքը մաքուրով էր ուզում այդ աղջկան։ Իդեպ, ինձ համար այդ պատմության, Աղթամարի պատմության գլխավոր հերոսը, եթե կուզեք Էշ նահատակը, հենց այդ տղեն էր։ Այդ տղեն էր, ում անունը մենք անգամ չգիտենք։ Աղթամարի մեջ հերոսը տղեն էր, ժողովուրդ, ով որ սխրանքի էր գնում։ Մեր պոետ եք ասում, վիպասանու նովել եք ասում, այս մուզիկան անջատում եմ դրվեցքը։ Բացատրեք այս մարդկանց, ասեք, ախպեր ջան, այս տղեն է հերոսը, ում անունը չգիտենք։ Աղթամարի հերոսությունը որն անդե կայնում էր իր համար։ Հետո գնաց մարտի ու մեծա ворտի գդակը պոպոզ անունը մռդո։ Այդ չէր։ Այս տղեն էր ամեն օր վանալը ճիծով իապին ծով էր մտնում սառնորակ, այդ չէր այդ տղեն։ Մեռավ գնաց, բարձ։ Այդ տղու արցանը պիտի դնեին այսինքն ձեռը ծովից հանած։ Քայլող մարդու արցան են դրե։ Ներվա խախտալու մարդ։ Ընդհանրապես Ռոմեո Ջուլիետի ընթերցող Շեքսպիր ընթերցող մարդուն ես այս այլանդակ այս Աղթամարի պատմությունը ոնց բացատրեմ, հա? Բարերի ընտրություն անգամ չունենք, բարերի ընտրություն։ Ություն։ Ընդհանրապես մենք ություններից վատ ենք։ Դատեք ինքներդ արդարադատություն, հանրապետություն, նախագահություն, կառավարություն, արա ություններից վատ ենք։ Եթե ուզում եք չքաղաքականացնեմ, ասեմ, նույն վիճակն է, նույն ձևի, նույն ձև։ Ճարտարապետություն, շինարարություն, գրականություն։ Միակ ությունը, որտեղ փայլում ենք ու չենք հանդուրժում որևէ մրցակցություն, դա ցեղասպանությունն է։ Էտա, մեծ իրելի գործը։ Այո։ Եվ ում էլ որ հանկարծ ասես հայ ես ու աշխարհը մեզ ճանաչում է, միայն դրանով է ճանաչում, հիմնականում։ Ասես Արմինեն ասում, վայ, հա, ցեղասպանություն։ Ունենց լավ ենք զգում դրանից, չգիտես։ Ես օրինակ ամաչում եմ։ Ինձ որ ասում, հա, դուք բան եք, survivor եք, ասեմ, ախպեր։ Մի ասա տես բան։ Ես հայ եմ։ Աշխարհի հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներից մեկը։ Տենց է պետք ճանաչել հային, որպես հնադարյան ժողովուրդ, ով որ հազարավոր տարիներ ապրել է այս աշխարհագրական դիրքում։ Չի փախել Իսպանիա, հետո Պորտուգալիա, հետո
հող են նվիրե եկելա հետ, ոնց որ մի հատ ուրիշ ժողովուրդ կա, մենք հազարամյակներով լավ ա եղե, վատ ա եղե, կոտորած ա եղե, երկրաշարժ ա եղե, հրդեհ ու կոմունիզմ ու օսմանցի, մենք ստեինք ապրե։ Դա փաստ ա։ Մի քիչ, վաղ ա եղե, մի քիչ շատ, վաղ ա եղե ընդհանրապես համարյա բան չի մնացել, բայց հայկականություն եղել ա, կոթողի տեսքով, մի բանի տեսքով։ Դպրոցն ա մեղավոր, որ ասեմ արժե համակարգ դպրոց։ Սփյուռքի մեր ավանդական կուսակցությունները հային ներկայացնում են մենակ ցեղասպանությամբ։ Ինչի՞ որտե փող կա անդե, բայց այդ դրա մասին չեմ խոսում։ Ություններից։ Եվ ում էլ աշխարհը մի քիչ ճանաչում է, իսկ աշխարհն ասելով նկատի ունեմ հիմնականում հետխորհրդային երկրները, սովետի օրոք, ասենք Բաբաջանյան, Խաչատրյան, Համբարձումյան, Փարաջանով ապրել են այդ ժամանակներում։ Իսկ Շարլը այդպես էլ կմնա Շարլ Շաղնուր, եթե Ֆրանսիայում չծնվեր։ Այդ մարդը դարձավ Շարլ Անznավուր, որովհետև Ֆրանսիայում ծնվեց, մեծացավ։ La bohème, Փարիզյան սրճարանները նրան ստիպեցին թաշկինակը հանել սպիտակ, նրբությամբ սրբել ձեռքի մատները ու երգել որովհետև եթե հանկարծ ստե ծնվեր թաշկինակը քրտինկը կմաքրեր ջան ախպերս երկի տակ չեր կարա ուրիշ ձև լիներ բանում ուր ասեմ որ չնեղանան էլի հիմա ինչ ասեմ այն թափ նոր այն թափ այն որ կանալիզացիա 7 գալի այդտեղ ապրեր ու երգեր լա բոյեմը չեր երգի չեր կարած լա բոյեմը բառը չեր իմանա ոնց որ եւ մեծ մասը Խաչատրյանը Թիֆլիսում մեծացավ որ սուսերով պար գրեց ու Սպարտակ կարացավ գրի Բաբաջանյանը Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգում սովորեց որ կարողացավ Վերնի мне музыку без музыки таскать չեր կարա ուրիզև Օրբելյանը ինչ գրեց էլի աշխարհ գնաց մանեկա որ գրեց կամ Կոմիտասը Ինչ տեսել են այնը գրել են վայ էսա բաներ մի խոսքով գնացինք առաջ Էսենց լա բոեմը անամոթություն է ուղակի բայց ճշմարիտը այն է որ այնտեղ որտեղ չկա ություն մենք հաջողում ենք հիշում եք չէ գիրքը կարդալուց ասել ություններից վատ ենք որտեղ չկա ություն մենք հաջողում ենք օրինակ շախմատություն չենք արել շախմատ հաջողում ենք ծանրամարտ բոքս Այ մարդ բաշինարար ժողովուրդը ցեմենտ բետոնը իր շենքերի ֆունդամենտից կհանի Բաշինարար ժողովուրդը իր պատմամշակութային շենքերը կքանդեր Բակոմիտաս ծնած ազգը կլսեր այս ինչ ասեմ բարբաջանքը որ միլիոնավոր տասնյակ միլիոնավոր դիտումներ ունի Բա էլա սա չեմ ասում ոչ Բա Փարաջանով տված մարդը կամ մարդիկ այսպիսի սերիալներ կնկարեին Ներսիսյան տված ազգը բազմոցին նստած այսպիսի տեսարաններով սյուժեով սցենար կգրեր Այ մարդ Թումանյանից ամաչեք Որ մեկն ասեմ Եվ ամենացավալին ավարտելով մտքերս բա 700 տարի պետություն երազած ազգը այսպիսի պետություն կստեղծեր պետություն մոռացավ ենք ություններից վատ էինք Դե լավ մտածեք ասածների ուղղությամբ մնացածը գրքում կարող եք ներկայացնել Այսքանը իմ հրաշք ժողովուրդ իմ հարգելի հայեր Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի հայ ամերիկյան օրագիրը Գնանք առաջ Ու դարձյալ երեկո է Մեզ ասում են սա թավիշ է Որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները Հայրենիքը գենի մասն է որտեղ մեր աստված Գիշերվա անդորը Սա կյանք պաշտող, բայց և կյանք արհամարող ժողովուրդ Եվ Կալիֆորնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի
հավաստագրով։